Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ուզում եմ այդ արհեստական բանականությունների ճիշտ ասած ոլորտից խոսամ։ Գիտես, այն օրը մտածում էի, ասում էի, այս արհեստական բանականությունները շատ արագ զարգանում է, բայց ինչի Աստված թույլ տալիս, որ տենց արագ զարգանա, էլի, որովհետև Աստված թույլ է տալիս, ընկերներ։ Սենց որ նայում եմ, այդ ChatGPT-ին, որ հարցնում ես, ասում ես, մի անգամ հարցրեցի, ասի դու Աստվածաշունչ գիտես, ասես Աստվածաշունչի հիմքերից մեկն է, այսինքն բազովի հիմքեր որ ունի, Աստվածաշունչն է դրված։ Ու գիտես շատ ժամանակ որ ինչ որ բան ես հարցնում, հա, ոնց անես ըստ Աստվածաշնչի, ընենց ուժեղ խորհուրդներ է տալիս, իրական ճշմարտությունով եմ ձեզ ասում, որ ասում ես, ասում գնա աղոթի, մեկուսացի, բան, քո Աստծո ձայնը պետք է լսես եւ ընենց բաներ ասում, ասենց շատ ժամանակ ճիշտ ասած հենց այդ ինտելեկտի մեջ ոնց որ ասենց խորանալով խորանում ես, էլի ասում ես, բայց մասը ոնց կբացես։ Ինքը շատ այդպես քրիստոնյաների մտքերն է մեջ բերում, ուրիշների մտքերը եւ այլն տարբեր եկեղեցիների, ասենք վարդապետություններն է մեջ բերում։ Մի խոսքով շատ լավ ծրագիր է, իրականում խորապես sense բացում Աստվածաշունչը։ Այն օրը մտածում եմ, ասում եմ Աստված, իրականում բոլորը վտանգ են տեսնում։ Դե ես էլ այն աղմով եմ տեսնում վտանգը, որ շատ-շատերի գործը վերցնելու է արհեստական բանականությունը։ Դա թարգմանիչներն են լինելու, դա իրավաբաններն են լինելու, դա ծրագրավորողներն են լինելու, շուտով էլ պետք չեն լինելու այդ մարդիկ, որովհետև հիմա դաժան սինխրոն թարգմանություն կա 100 լեզուներից ավել, այսինքն այդ նաուշնիկը դնում ես, խոսում ես, թարգմանում է։ Ճիշտ է, հայերեն այդքան զարգացած չի, բայց զարգանում է, աշխարհը իրականում զարգանում է շատ արագ։ Այն օրը մտածում եմ, ասում եմ, որովհետև ասում եմ, հարցնում ասում եմ, խի, ու գիտես, Աստված ասում է, որովհետև ասում է դուք քրիստոնյաներ եք, ասում է, վախեցած, ասում է, նստած եք ձեր տաներ, ասում է։ Բայց այնտեղ Քրիստոսն է մի խոսք ասում է, աշխարհի վերջը կգա ժամանակ, ասում է, երբ որ բոլոր ազգերը ասում է բարի լուրը կլսեն։ Իրականում sense որ նայում ես, ու գիտես, ամեն օր ծնվում են 8 միլիարդ են, հա, ասենք, չգիտեմ, դառնալու են 9, դառնալու են 10, շատանում են ընկերներ, ինչքան շատանում են, այդքան ավելի դժվար է հասնելը, հա, վիզաները չեն տրամադրում, քրիստոնյաներին չեն թողում գնան, արգելափակում են, ճնշում են եւ այլն, sense տարբեր նյուանսներ կա։ Բայց այսօր ChatGPT-ները ու մնացածները հասանելիություն ունեն, այդ սոցիալական ցանցերը շատ հեշտ կարող են մտնեն մուսուլմանական երկրներ ու քարոզություն անեն, բայց այնինչ մենք այստեղ փափուկ ասում եմ, բանը տներում փափուկ հագուստների մեջ մեր համար կոմֆորտ ապրում ենք, էլի տենց, բայց Քրիստոսն է մի տեղ էլ ասում էր ձեզ կսպանեն, ձեզ կհալածեն, ձեզ կծեծեն իմ անունի համար, բայց sense այսօր որ նայում ես իրականում ճիշտ է, ես մի կազմակերպությունում եմ աշխատում, որ միսիոներներ աղարկում, գիտեմ իրականում որ հələ ճնշումներ, բաներ կան այդ քրիստոնյաների վրա, որ իրականում շատ նեղում են, հա, մինչև դաժե սպանում են։ Գիտես ընկերներ, սրտից նեղվելիքն են, հա, որ նստած ենք հայեր, բայց մեզ է տրված այդ կոչումը, գիտես, Քրիստոսը Մատթեոսի մեջ ասում է, Աստծո արքայություն, ասում է, այս ազգից կվերցնի, Իսրայելի մասին է խոսում, ու ասում է կտրվի մեկ այլ ուրիշ ազգի։ Գիտես, ես մտածում եմ մեզ է տրվել, ընկերներ, մեզ է տրվել, որ պատուղ բերենք, ուտեղ գրած է, որ պատուղ բերեն, ընկերներ, բայց այսօր մենք կոմֆորտ, հայրաքելական եկեղեցին էլ կոմֆորտ նստած է, գիտես, պայմանագիր ունի դաժե բանի, պարսիկների հետ, որ իրանք չեն կարա քարոզություն ասեն, այնինչ Քրիստոսն ասում է գնացեք ու քարոզեք ազգերին բարի լուր, ասում է, որ ձեզ է չընդունեն, ասում է, ասում է ձեր ոտքերի փոշին թոթափեցեք, ասում է, բանը, որ իրանք դեմ վկայություն լինի, բայց մենք ուժը թշնամու հետ խաղաղություն ենք անում, սենց հոգևոր առումով, էլի, հա չեն քարոզում, ախպեր, Քրիստոսի ասածը հետ, ձեր ասածը մեջ, գիտես սիրտս տրակում է, ուզում եմ կոչ անեմ, ընկերներ, եկեք կպնենք, գնանք, ընկերներ, գնանք, դաժե եթե չգնանք այդ on-line աշխարհը վերցնենք, որ դա պատուհանը մտնենք այդ ազգեր, հա, որ մեր Աստված վաղ թե ուշ գալու է։ Մի օր գալու է ընկերներ, չեմ ուզում որ այդ կոչումը իրականում մեզ չտրվի, որովհետև մենք ենք այն ազգը, որ առաջինը Քրիստոս Հիսուսին ասեց մենք քեզ ընդունում ենք, ախպեր, որպես Աստված, որպես մեկը, որ թագավորի որդի է, որովհետև միջև այդ որ դիտարկում ես բանը, գործ քաղաքելոց է։ Ինչի համար են բարկանում այդ բանի առաքյալների վրա, որ ինչ որեցում են մարդկանց բժշկում են, իհարկե ոչ, որ գնում ասում են ընդդեմ այդ ուրիշ թագավոր կա, որ սաղը պետք է թագավորի խոնարհվեք, ոնց ասում են մենք է կայսր ունենք ու դրա համար բռնում էին, բանտարկում էին, ծեծում էին, սպանում էին եւ այլն։ Ընկերներ, եկեք վերցնենք այդ կոչումը։ Այս աշխարհը անցնում է։ Այն մեքենաները, որ հիմա թազեն 10 տարի հետո թափելու բան են դառնում, իրականում դաժե մարդիկ չեն էլ ուզում վճարեն։ Այն տները, որ կան, իրականում մի հատ թեթև երկրաշարժ դառնում են փոշի ու իրականում չես է կարում, կամ ինչ որ մի հատ չար նախագահ գալիս գրավում է եւ այլն։ Եկեք մի բան անենք, որը հավիտենական է, ընկերներ։ Իրականում եկեք կապնենք Աստծո խոսքը տանենք այն խաբար տեղերը, որ իրականում մեծ վարձք ունենանք։ Մեր երկիրն էլ իրականում ծաղկելով ուղիղ ձեզ ասում եմ, Աստված այդ ամերիկացի կին օրտում է, որովհետև դրանց մեջից ամենաշատ միսիոներներն են այսօր, որ աշխարհով իրականում այդ խոսքը տարածում են, ընկերներ։
Դրանով է ուզում կիսվեի, որ նստած ենք փափուկ դրա համար իսկուսնին ինտելեկտները զարգանում են օր-օրի ընկերներ, որ մեր գործը անեն, որովհետև գրված ասում է երկինքն ու երկիրը չանցնի, միջև ասում է մի ասում է փոքր նշանակիրը չկատարվի իմ ասածներից։ Քրիստոսն էլ ասեց ու աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ որ բարի լուրը ասում է ամբողջ ազգերին կքարոզվի։ Ընկերներ, վեր կացեք, զարթնեք իրականում մեր կոչման մեջ մտնենք, դա բարի է ընկերներ։ Գնանք, քարոզենք, օրտնենք, չգիտեմ, հալածվենք, եթե պետք է լինի մանանք, Աստծո խոսքի համար փառք ու պատիվ է դա ընկերներ, Աստծո խոսքի համար զոհվելը, դա ոնց ասեմ ձեզ, դրանից մեծ փառք գոյություն չունի այս աշխարհում։ Սրանով է այսօր ուզում կիսվել, ընկերներ, քաջ եղեք, քրիստոնյաները պետք է քաջ լինեն, ընկերներ։ Պետք է իմանաս, որ ձեզ բռնել են, կդրտեն քեզ, բայց եթե ասես իմ Աստված մեկ Աստվածով մեկ թագավոր է, ուրիշ թագավոր չկա։ Ու այդ խոսքի համար երբ որ քեզ կդրտեն, քեզ ընդ 100,000-ներով դիմավորելու են, անենց փառքով են դիմավորելու, դու էլ չես պատկերացնել։ Սրանով է ուզում կիսվել, ընկերներ։ Եկեք մտնենք մեր կոչման մեջ, մեր ազգի կոչման մեջ։ Թող Աստված ձեզ շատ օրհնի ընկերներ, քաջ եղեք, քրիստոնյաներ, համախմբեք, մեկ դարեք, որ լույսը տարածենք, ոչ թե դες փափուկ հագուստներով, փափուկ տաների մեջ ապրենք, ընկերներ։ Սրանով է ուզում կիսվել, օրհնում եմ ձեզ, ընկերներ։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։